Բարձր դատարան, պարոն Մինասյանը ներկայացրեց այն շրջանակը, որում պետք է դիտարկել այս գործը։ Անդրադառնում եմ իմ ելույթում երկու հարցի։ Առաջինը ընտրողների ստորագրված ցուցակներում արձանագրված անճշտություններին է վերաբերում, երկրորդը իրավապահ մարմինների մասնակցություն ընտրական գործընթացին։ Ստորագրությունների հարցով։ Ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահությունը սկսվում է շատ պարզ բաներից։ Ընտրողը պետք է վստահ լինի, որ իր փոխարեն ոչ ոք չի քվեարկել։ Քաղաքական ուժը պետք է վստահ լինի, որ քվեարկած ընտրողների թիվը համապատասխանում է իրականությանը։ Հասարակությունն էլ պետք է վստահ լինի, որ ընտրության արդյունքը ձևավորվել է իրական ընտրողների կամքով, ոչ թե ցուցակներում առաջացած անճշտությունների կամ չստուգված տվյալների հիման վրա։ Այս գործով մենք բարձրացրել ենք հենց այս հարցը։ Տեղամասերում արկա ստորագրված ցուցակներում արձանագրվել են անհամապատասխանություններ։ Խոսքը այնպիսի փաստերի մասին է, որոնք չեն կարող անտեսվել որպես տեխնիկական կամ երկրորդական խնդիր։ Եթե այդ հարցի շուրջ առաջանում է հիմնավոր կասկած, ապա պետության պարտականությունն է ոչ թե այդ կասկածը շրջանցելը, այլ այն փարատելը։ Այլ կերպ ասած, ընտրական գործընթացում կասկածը չի կարող մնալ քաղաքացու կամ քաղաքական ուժի վրա։ Այդ կասկածը պետք է փարատի ընտրությունները կազմակերպող եւ արդյունքները հաստատող մարմինը։ Սակայն ներկայացված փաստերի նկատմամբ պատշաճ լիարժեք եւ վստահություն ձևավորող արձագանք չի տրվել։ Եվ սա կարևոր է հատկապես այս գործի ընդհանուր համատեքստում։ Եթե մենք ունենայինք միայն մեկ մեկուսացված անճշտություն, գուցե հարցը դիտարկվեր այլ հարթության մեջ։ Բայց այստեղ ստորագրությունների անհամապատասխանությունները գտնվում են այն նույն ընտրական միջավայրում, որի մասին խոսեց պարոն Մինասյանը, վարչական ռեսուրսի, տեղեկատվական անհավասարության, ընտրական մարմինների անգործության համատեքստում։ Այդ պատճառով այս անճշտությունները չեն կարող գնահատվել մեկուսացված։ Դրանք լրացնում են այն ընդհանուր պատկերը, որում ընտրությունների նկատմամբ վստահությունը խաթարվել է տարբեր ուղղություններով եւ տարբեր մակարդակներով։ Մենք արձանագրել ենք մոտ, այսինքն ավելի քան 27000-ով պակաս ստորագրություն, քան ընտրողների թիվն է, այսինքն քվեարկած անձանց թիվն է։ Մեզ հայտնի է կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանումը, թե իբրև այս անհամապատասխանությունների պատճառը գաղտնի ցուցակներն են, բայց նախ ինքնին խնդրահարույց է այդ գաղտնի ցուցակների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների բացակայությունը եւ միայն ազնիվ խոսքը բավարար չէ բացառելու համար հնարավոր չարաշահումները։ Հուսով ենք, որ այս վարույթի ընթացքում հնարավորություն կստեղծվի ծանոթանալով նաեւ այդ ցուցակներին, չգիտեմ ինչքանով ժամանակը մեզ թույլ կտա արդյունավետ աշխատել անվանացանկի հետ, փորձել բացահայտել որոշակի կրկնություններ եւ այլն, բայց գոնե թե հասանելիություն որոշակի կստանանք։ Սակայն երկրորդ խնդիրն է այն է, որ նույնիսկ այդ պարզաբանման դեպքում պաշտոնական թվերին եթե նայենք, շուրջ 17000 ընտրողների մասին է խոսքը գաղտնի ցուցակներում, կրկին մոտ 10000 քվեի անհամապատասխանության հարց ենք բարձրացրել, որը բարձր դատանին ներկայացրել ենք այն տեղամասերի վերաբերյալ արձանագրություններով եւ ստորագրությունների մատյանները կցելով, որպես ապացույց, որում այդ խախտումները բացահայտվել են եւ նաեւ էլեկտրոնային առանձին ֆայլով նշել ենք, թե որ տեղամասում քանի անհամապատասխանություն է հայտնաբերվել։ Այս թիվը ուղղակի եւ ապացուցված կերպով 10000-ը ազդում է ընտրությունների վերջնական արդյունքների վրա, որտեղ ինչպես բազմաթիվ քննարկումներից հասկացանք, 4000 ընտրողի ավելացումը կամ պակասացումը ցուցակում մեկ քաղաքական ուժի մասնակցության հարցելուծում։ Բարձր դատարան, իրավապահ մարմինների գործողությունների մասին եմ ուզում խոսել։ Ինձ համար սա գործի ամենամտահոգիչ հատվածն է։ Ոչ միայն այն պատճառով, որ խոսքը վերաբերում է իրավապահ մարմիններին, ովքեր օրենքի ուժով պետք է էջեզոքություն պահպանեն, այլ որովհետև որպես քրեական գործերով զբաղվող փաստաբան ամբողջությամբ եմ պատկերացնում, թե իրավապահների աշխատանքը եւ թե հանրության սխալ պատկերացումներն ու ակնկալիքները ներկա իրավական process-ներից, քրեաիրավական process-ներից։ Ընտրությունների ժամանակ հենց իրավապահ մարմիններն են այն պետական ինստիտուտները, որոնց նկատմամբ հասարակությունը պետք է ունենա ամենաբարձր վստահությունը։ Քաղաքական ուժերը իհարկե կարող են իրար քննադատել, կարող են մեղադրել, կարող են նույնիսկ երբեմն թույլատրելի շեմը խոսքի հատել, որը կարող է մեկնաբանվել որպես վիրավորանք։ Սա քաղաքական պայքարի մաս է, որը բնորոշ է նաև ոչ միայն Հայաստանին։ Բայց իրավապահ մարմինը քաղաքական պայքարի մասնակից չի կարող լինել։ Երբ հայտարարություն է անում կուսակցությունը կամ քաղաքական գործիչը, քաղաքացին հասկանում է, որ դա քաղաքական դիրքորոշում է։ Բայց երբ հայտարարություն է անում քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն, քաղաքացին դա ընկալում է որպես պետության պաշտոնական խոսք։ Եվ հենց այդ պատճառով իրավապահ մարմնի յուրաքանչյուր հրապարակում ընտրական շրջանում ունի անհամեմատ ավելի մեծ ազդեցություն, քան ցանկացած քաղաքական հայտարարություն։ Այս գործով խնդիրը նույնիսկ այն չէ, որ հարուցվել են քրեական վարույթներ։ Եթե առկա են հանցագործության հատկանիշներ, իրավապահ մարմինը պարտավոր է գործել, դա ոչ ոք չի վիճարկում։
Մեր հարցը բոլորովին այլ է։ Ինչպես է գործել իրավապահ մարմինը, ինչ է հրապարակել եւ ինչ նպատակի է ծառայել այդ հրապարակումը, որովհետեւ իրավապահ մարմինը կարող է նույն քրեական վարույթը ներկայացնել երկու տարբեր ձևերով։ Առաջի դեպքում պահպանելով իրավական անհրաժեշտության սահմանները, երկրորդ դեպքում ստեղծելով այնպիսի տեղեկատվական միջավայր, որը սկսում է ազդել քաղաքական մրցակցության վրա։ Մեր համոզմամբ այս գործով ընտրվել է հենց երկրորդ ճանապարհը։ Դիմումում հատուկ ընդգծել են, որ համեմատական ենք անցկացրել տարբեր իրավապահ մարմինների հանրային խոսքի նկատմամբ եւ օրինակ ներքին գործերի նախարարության առումով նման վերապահումներ չունենք։ Ներքին գործերի նախարարությունը կատարել է հայտարարություններ, ուղեցույցներ է հրապարակել, ընտրողներին զգուշացրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ, զեկույցներ է ներկայացրել, թե ինքը քանի ընտրախախտման բացահայտման է մասնակցել, ինչ գործողություններ է կատարել, բայց այս բոլոր հայտարարությունները ամբողջությամբ ցույց տալով իրենց գործունեությունը ընտրական գործընթացի ընթացքում որևէ կերպ չեն թիրախավորել քաղաքական ուժերին, որևէ կերպ քաղաքական քարոզչության մաս չեն դարձել։ Հակառակ դրան այդպիսի խնդիր արձանագրված է հակակոռուպցիոն կոմիտեի եւ նաեւ փոքր-ինչ նվազ չափով քննչական կոմիտեի գործողություններով։ Բարձր դատարան մենք ուսումնասիրել ենք ոչ թե 1, ոչ թե 2, այլ 7 տասնյակից ավելի հրապարակումներ։ Եվ որքան շատ էինք ուսումնասիրում, այնքան ավելի ակնհայտ էր դառնում, որ դրանք պատահական դեպքերի շարք չեն։ Դրանք ունեն նույն կառուցվածքը, նույն ձեռագիրը, նույն հաջորդականությունը։ Սկզբում իրականացվում է գաղտնալսում։ Այնուհետև հրապարակվում է ենթադրյալ հանցանքի մասին հաղորդագրություն։ Այս հաղորդագրության մեջ հատուկ ընդգծվում է քաղաքական ուժի կամ նրա ներկայացուցիչների անունը։ Դրանից հետո հրապարակվում են գաղտնալսված խոսակցությունների առանձին խմբագրված հատվածներ։ Բայց հրապարակվում են ոչ միայն այն հատվածները, որոնք ըստ իրավապահ մարմնի կամ ըստ ողջամիտ ընկալման կարող են վերագրվել մեղսագրվող արարքին, այլև հրապարակվում են կենցաղային զրույցներ, անձնական խոսակցություններ, վիրավորական արտահայտություններ, մարդկանց հեղինակությանը վերաբերող տվյալներ։ Այն ամենը, ինչ որևէ ապացուցողական նշանակություն չունի, բայց ունի մեկ այլ արժեք՝ քարոզչական արժեք։ Եվ հետո տեղի ունենում վերջին փուլը։ Այդ նույն հրապարակումները բառացիորեն տեղափոխվում են իշխող քաղաքական ուժի քարոզչության մեջ։ Բարձր դատարան, սա այն կետն է, որտեղ իրավապահ մարմնի գործունեությունը ավարտվում եւ սկսվում է քաղաքական քարոզչությունը։ Բայց այդ սահմանը ցավոք այլևս տեսանելի չէ, որովհետև քարոզչության նյութը ստեղծվել է հենց իրավապահ մարմնի պաշտոնական հաղորդագրությամբ եւ իրավապահ մարմինը ինքն է դարձել քարոզիչ ընտրական գործընթացներում։ Սա մեկ դեպք չէ, սա կրկնվող մեխանիզմ է։ Եվ հիմա թույլ տվեք անդրադառնալ այս մեխանիզմի ամենացայտուն օրինակներին, որը դիմումում ներկայացրել ենք, նաեւ ծավալուն հավելված ենք ներկայացրել, թե այս կամ այն հաղորդագրությունը ինչ կերպով է ուղղակիորեն մաս դարձել քաղաքական քարոզչության։ Օրինակ, 2026 թվականի մարտի 30-ին հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակում է ընտրակաշառքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն եւ տեսանյութ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ խոսքը հերթական քրեական վարույթի մասին է, բայց բավական է դիտել այդ տեսանյութը, որպեսզի հասկանանք, որ այն սովորական հաղորդագրություն չէ։ Տեսանյութում հաջորդաբար օգտագործվում են այնպիսի կադրեր, որոնք որևէ ապացուցողական նշանակություն չունեն, բայց ուղղակիորեն թիրախավորում են քաղաքական ուժին։ Էկրանին օրինակ երևում է մեծ մեր ձևով գրառում՝ Ուժեղ Հայաստան անվանում, քաղաքական ուժի քարոզարշավի կադրեր, առաջնորդի լուսանկար, բրենդավորված նյութեր, ավտոբուսի նկար եւ այլն։ Բարձր դատարան, խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Քրեական վարույթի համար դրանցից որն էր անհրաժեշտ, որն էր ապացույց, որն էր իրավական նշանակություն ունեցող տեղեկատվություն։ Այս հարցի պատասխանը այդ հրապարակման մեջ չկա։ Փոխարենը կա մեկ այլ ակնհայտ արդյունք։ Քաղաքական ուժը նույնականացվում է քրեական վարույթի հետ դեռևս այն փուլում, երբ դատանի որևէ դատական ակտ գոյություն չունի։ Եվ նույնիսկ այդ գործը չի ուղարկվել դատարան, այսինքն այն նախնական փուլում, երբ որ անձինք ձերբակալվել են կամ կալանավորվել։ Սա նույնիսկ ամենամտահոգիչ մասը չի։ Տեսանյութի ընդհանուր տևողությունը կազմում է 7 րոպե 45 վայրկյան, դրանից 5 րոպե 3 վայրկյանը մոնտաժված գաղտնալսումներ են։ Այս պարագայում էլ իրավապահ մարմինները հանրությանը չեն մատուցում ամբողջական նյութ, որ գոնե հանրությունը օբյեկտիվ տվյալ կարողանա տեսնել։ Հրապարակում են նյութը այն ծավալով, ինչպես իրենք գտնում են անհրաժեշտ։ Այսինքն իրավապահ մարմնի պաշտոնական հաղորդագրության հիմնական բովանդակությունը դառնում է ոչ թե վարույթի ընթացքի մասին տեղեկությունը եւ հանրային հաշվետվողականությունը, այլ մասնավոր հեռախոսազրույցների հրապարակումը կամ օրինակ ներքին դիտման արդյունքում գաղտնալսումների հրապարակումը։ Հարց է առաջանում. եթե նպատակը հանրությանը տեղեկացնելն էր, ինչու էր անհրաժեշտ տեսանյութի մեծ մասը նվիրել գաղտնալսված խոսակցություններին։ Կարող էին ասել, որ այսինչ դեպքն է բացահայտվել,
անձինք հետապնդվում են, հարգելի հանրություն, չի կարելի կատարել այսպիսի իրավախախտումներ։ Սա իրավապահ մարմնի աշխատանքի սպառիչ ձևակերպում կարող է ունենալ հաղորդագրության մեջ։ Եթե նպատակը հանրությանը տեղեկացնելն էր, ինչու էին անհրաժեշտ քաղաքական ուժի քարոզչական կադրերը, իրենց կարգախոսներով, բոլոր տեսակի լոգոներով, առաջնորդների դեմքերով եւ այլն։ Եթե նպատակը հանրությանը տեղեկացնել էր, ինչու էր անհրաժեշտ քաղաքական ուժի նույնականացումը այնպիսի ձևով, որը չէր բխում հաղորդագրության իրավական նպատակից։ Բայց պատմությունն այստեղ չի ավարտվում։ Այն շարունակվում է արդեն ոչ թե իրավապահ մարմնի, այլ իշխող քաղաքական ուժի հրապարակումներում։ Նույն նյութը տարածում են բարձրաստիճան պաշտոնյաները։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է տեսանյութ եւ արդեն որպես հաստատված փաստ հայտարարում է ընտրակաշառքի մասին։ Մի կողմ թողենք, որ պաշտոնատար անձինք նաեւ պետք է զսպվածություն ունենան անմեղության կանխավարկածի վերաբերյալ։ Ազգային ժողովի փոխնախագահն է հայտարարում, որ մեջբերեն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները պետք է բռնվեին ընտրակաշառք տալու վրա։ Ազգային ժողովի նախագահն է տարածում նույն նյութը, գրում է. «Զգույշ եղեք, շեշտադրված ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին», իսկ քննչական հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության տվյալները ուղղակի նույն օրը հայտնվում են քաղաքական բառապաշարի մեջ։ Բարձր դատարան սա արդեն իրավապահ մարմնի հաղորդագրություն չի դառնում, սա նախընտրական քարոզչություն է, բայց այդ քարոզչության հիմքը ստեղծվել է իրավապահ մարմնի պաշտոնական հրապարակման։ Եվս մեկ օրինակ ապրիլի 14-ի հրապարակում է կատարվել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ բարեգործության արգելք է խախտվել, ձայնագրություններ են հրապարակվում, որտեղ մեկը ցանկանում է իր կարի ֆաբրիկայի համար աշխատողներ ընդունել, ձայնագրությունը ավարտվում է, ինչ-որ խառախոսակցություններ, տպավորություն է ստեղծում, որ քանի որ ի սկզբանե հայտարարել էր, որ բարեգործության արգելքը խախտվել է, ելի նույն արտահայտությունները կուսակցության ուժի անունը օգտագործվել է, ելի նույն կադրերը տրամադրվել են, որպեսզի դիտողին ոչ միայն մատուցվի այն իրավական նյութը, որ կատարվել է ենթադրյալ ինչ-որ հանցանք, այլ որպեսզի թիրախավորվի քաղաքական ուժը։ Մեկ այլ դեպքում թիրախավորվել է օրինակ Հայաստանի կուսակցությունների դաշինքը, վարույթի մասին տեղեկություններ հրապարակելիս, տեսանյութերի վարույթը այնպիսի անձի մասին է, որին ես ինքս չեմ ճանաչել, այդ անձի անունն էլ չի հրապարակվել, բայց տեսանյութի կադրերում երևում են դաշինքի խոշոր հանրահավաքները։ Երևում է կադրերում դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համար Իշխան Սաղաթելյանը ելույթ ունենալիս։ Ենթատեքստով տպավորություն է թողնվում, թե այդ դրվագը ուղիղ առնչություն կարող է ունենալ դաշինքի ղեկավար կազմի հետ։ Չեմ անդրադառնում առանձին գործերի բովանդակությանը, վստահ ասում եմ, որ դրանք դատավարական հեռանկար չունեն, այն գործերի մասին եմ խոսում, որով նաև որպես փաստաբան ես ներգրաված եմ այս քրեական վարույթներով։ Մեկ այլ դրվագ, որ շատ խորհրդանշական, վերաբերում է հրապարակված մեկ այլ գաղտնալսման։ Այս հրապարակման մեջ իրավապահ մարմինը հանրայնացնում է այնպիսի արտահայտություններ, որ փորձենք միասին հասկանալ, ինչ իրավական նշանակություն կարող են ունենալ։ Հաղորդագրության մեջ ի թիվս այլ խոսակցությունների նաև այն դիալոգի հատվածն է գնում, որտեղ անվանում են տարբեր մարդիկ տարբեր մարդկանց շունշ անգյալ եւ գոշա։ Ներողություն եմ խնդրում բարձր դատարան այս արտահայտությունները այս դալիճ բերելու համար, բայց այս արտահայտությունները ընտրական process բերել է հակակոռուպցիոն կոմիտեն, ում աշխատանքը հիմա քննադատում է։ Այս արտահայտությունները դարձել են ընտրությունների ընթացքում պետական մարմնի կողմից հանրայնացած ամենահայտնի բառերից, շատ օգտագործվել։ Ու այստեղ կրկին էլի հարցաղվում նաև հարակից պատասխանողներին եւ ակնկալում եմ, որ այդ հարցերին ելույթների ընթացքում էլ կանադառնա։ Այս բառերը ինչ էին ապացուցում։ Եթե այս բառերը չներկայացվեին հանրությանը, արդյոք դրանցից իրավական կոնտեքստը կտուժեր։ Արդյոք այս բառերով ապացուցվում էր ընտրակաշառքի առկայություն, ոչ։ Արդյոք ապացուցվում էր որևէ տեսակի սպառնալիք, էլի ոչ։ Ապացուցում էին մեղսագրվող որևէ արարք կամ դրա որակյալ որևէ հատկանիշ։ Միանշանակ ոչ։ Ուրեմն ինչի էին հրապարակվել, որն էր դրա ապացուցողական արժեքը, բայց բոլորս հասկանում ենք, որ քաղաքական արժեքը ակնհայտ էր։ Եվ դրա պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Ժամեր անց նույն բառերը հեղեղեցին իշխող քաղաքական ուժի ամբողջ քարոզարշավը։ Օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարում էր. «Պատերազմի եռագլուխ կուսակցության ուժերը, որ Հայաստանի քաղաքացուն շուն ու շանգյալ եւ բոշային անվանում»։ Մենք տեսանք։ Կոմիտեն ուղարկեց, արտահայտությունները մտան քաղաքական խոսույթ։ Հետո էլ ասում էր, որ արդեն խորհրդարանի ամբիոնից, որ չեն գտնվի
այնքան շուն շանգյալներ, որ ընդդիմադիր ամենախոշոր ուժերը անցնեն խորհրդարան, փաստացի վիրավորելով 100,000-ավոր ընտրողների։ Այս նույն արտահայտությունները հաջորդաբար օգտագործում են եւ դիմումի մեջ բոլոր հղումները առկա են տեսանյութերի տեսքով էլ, օրերի թվարկումով, թե որ հրապարակմանը, որ քարոզչական նյութերը հաջորդեցին, շարունակել են օգտագործել Վագն Ալեքսանյան, Ալեն Սիմոնյան, Հայկ Կոնջորյան, Ռուբեն Ռուբինյան, Արսեն Թորոսյան, Տարոն Չախոյան, Արայիկ Հարությունյան եւ իշխող քաղաքական ուժի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ։ Ստեղծվեց իրավիճակ, իրավապահ մարմինը հրապարակեց բառերը, իսկ քաղաքական ուժը դրանք վերածեց նախընտրական կարգախոսի։ Բարձր դատան սա պատահականություն չի, սա ընտրական տեխնոլոգիա է։ Այս վարքագիծը շարունակվել է նույնիսկ այն բանից հետո, երբ ինչպես նշեց պարոն Մինասյանը, դիմել ենք համապատասխան մարմիններին եւ խնդրել բացառել այնպիսի հրապարակումներ, որոնք թիրախավորում են քաղաքական ուժին, ինչպես նաեւ պարունակում են իրավական նշանակություն չունեցող բովանդակություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր հերթին է դիմել առաջարկով չհրապարակել քաղաքական ուժերի անուններ։ Սա նաև այն տրամաբանության մեջ է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի վերահասցեագրել է մեր դիմումը այլ հասցեատերերին, արձանագրելով, որ խնդիր է տեսնում այդտեղ, բայց հետևողական չի եղել շարունակության մեջ։ Երբ որ նույն իրավապահ մարմինները ուղարկել են պատասխան, որը իմ մեկնաբանությամբ պատճառ շատ կարճ, եթե ներկայացնեմ, ինչ անում ենք, լավ ենք անում, դրան կենտրոնական ընտրական հանձնաժողովը այլևս ոչ մի արձագանք չի տվել։ Ասել է դե դուք գիտեք ինչ ուզում եք արեք։ Իրավապահ մարմինները ոչ միայն թույլ են տվել միջամտություն ընտրական գործընթացին, այլ նաև պահպանել են այդ վարքագիծը զգուշացումներից հետո։ Նույն մոտեցումն եք տեսնում նաև հաջորդ հրապարակումներում։ Հրապարակվել է մարդկանց անձնական խոսակցություն հագուստի մասին։ Քեզ մի հատ շալվար են բերում, կարճ է, բայց զապաս ունի։ Ինչ իրավական կոնտենտ է սա պարունակում իր մեջ, ինչու էր սա հրապարակվում։ Հրապարակվում է կենցաղային տվյալ, որը որևէ կերպ չի կարող նպաստել հանրությանը քրեական վարույթի մասին իրազեկելուն, բայց դրան նպաստում են մեկ այլ բանի մարդու հանրային հեղինակության ձևավորմանը կամ ավելի ճիշտ հեղինակազրկմանը։ Եվ այս նույն արտահայտությունները ելի քարոզչության մեջ օգտագործվել են։ Բարձր դատարան, եթե այս բոլոր օրինակները դիտարկենք առանձին, հնարավոր է փորձել դրանցից յուրաքանչյուրի համար առանձին բացատրություն գտնել։ Ավելի ճիշտ այդպիսի բացատրություն կարող են փորձել ներկայացնել։ Մենք այդպիսի բացատրություն չենք գտնում։ Բայց Սահմանադրական դատարանը չի գնահատում առանձին դրվագներ, գնահատում է ամբողջական պատկերը։ Իսկ ամբողջական պատկերը ցույց է տալիս հետևյալը. իրավապահ մարմինները հրապարակել են ոչ միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ էին վարույթի մասին հանրությանը տեղեկացնելու համար։ Նրանք հրապարակել են նաև այն տեղեկությունները, որոնք չունեին ապացուցողական նշանակություն, բայց ունեին ակնհայտ քաղաքական եւ քարոզչական ազդեցություն։ Եվ ամենակարևորը, այդ ազդեցությունը չի մնացել իրավապահ մարմնի հրապարակման սահմաններում, անմիջապես տեղափոխվել է իշխող քաղաքական ուժի քարոզչության մեջ։ Այսպիսով, պետական մարմնի պաշտոնական հաղորդագրությունը դարձել է քաղաքական քարոզչության մեկնակետ։ Նույն գործելավոճը շարունակվում է նաև հաջորդ հրապարակումներում։ 2026 թվականի մայիսի 19-ին իրավապահ մարմինը հակակոռուպցիոն կոմիտեն հերթական անգամ հրապարակում է գաղտնալսված խոսակցության հատվածներ, նաև ներքին եւ արտաքին դիտման կադրեր, ներողություն, սա դրվագ է, դրանցից մեկում հնչում է հետևյալ արտահայտություն, ես կրկին ներողություն եմ խնդրում այս արտահայտությունները այս դահլիճում հնչեցնելու համար։ Պրոստե այդ Ղարաբաղցիք Մուխանաթ են։ Մի ուրիշ մասում էլ շարունակում մի քանի վայրկյան անց հայոյանք են հնչում արցախցիների վերաբերյալ։ Զազրելի ու պարսավելի վարքագիծ, որը դրսևորած անձին ոչ ոք չճանաչեց, եւ ես հիմա հայտարարում եմ, որ այդպիսի արտահայտություն անող անձի վարքագիծը զազրելի է, բայց այդպիսի վարքագիծը վերագրվեց ընդդիմադիր քաղաքական ուժերին ամբողջությամբ։ Ու դա անում են այդ քարոզչությունը օգտագործում են թիրախավորելու ընդդիմադիր քաղաքական ուժերի լիդերներին, ակնառու քաղաքական գործիչներին, կարծես թե իրենք են նախաձեռնել, որ իրենց շտաբներում կամ իրենց շտաբների հետ կապ ունեցող մարդկանց հետ կամ գուցե ընդհանրապես կապ չունեցող մարդկանցից մեկի կողմից կատարվել է այդպիսի արտահայտություն։ Եվ դա անում են այն մարդիկ, ովքեր այսօր Արցախի Հանրապետության դրոշի հետ կռիվ են անում։ Բարձր դատարան այս արտահայտություններից որևէ մեկը ոչինչ չէր ապացուցում, բայց օգտագործվում էր քաղաքական նկատառումներով։ Մեկ այլ դեպք հրապարակվում է
գաղտնալսում հրապարակում է ներքին արտաքին դիտման կադրեր, որին հաջորդում է ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հրապարակումը Facebook-յան էջի հետևյալ ձևակերպումով. Սա աղետ է, կալուկացու թիմակիցները նոր ձայնագրության մեջ իրենց ցույցերին եկողներին ոչխար են ասում, պատերազմի վետերաններին ԲԻՏՂ, իսկ անդաս կոչվածին մեղադրում Մարտակերտի պաշտպանության կամավոր հրամանատարի սպանության մեջ։ Հարգելի հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներ, այս կոնտենտը ինչքանով էր կարևոր ներկայացնել հանրությանը, ինչքանով էր դա հաշվետվողականություն ներկայացնում ընտրական իրավախախտումների բացահայտման մեջ։ Ակնհայտ էր, որ սա քարոզչական օգնություն էր իշխող քաղաքական ուժին։ Նույն հրապարակումը, նույն արտահայտությունները, նույն ենթատեքստը անմիջապես հայտնվեցին եւ երկրկին լղումներով ամբողջությամբ տրված է բարձր դատանին, թե ինչպես են նրանք օգտագործել։ Ինչ նպատակ էր հետապնդում իրավական մարմնի հրապարակումը, հանրությանը տեղեկացնել քրեական վարույթի մասին, ոչ, թե ստեղծել այնպիսի տեղեկատվական բովանդակություն, որ հնարավոր կլինի անմիջապես օգտագործել քաղաքական պայքարում։ Մեր համոզմամբ այս օրինակը եւս ցույց է տալիս նույն օրինաչափությունը, որը տեսանք նախորդ բոլոր դեպքերում։ Ես 4-5 օրինակ բերեցի, բայց այդ օրինակները տասնյակներով են ներկայացված են բողոքում եւ եւս մի քանի տասնյակով էլ ընդհանրապես չենք ներառել, որովհետեւ արդեն կոնտեքստը բարձր եւ հասկանալի։ Իրավապահ մարմինը հրապարակում էր ոչ միայն այն, ինչ անհրաժեշտ էր վարույթի մասին տեղեկացնելու համար, այլև հրապարակում էր այն, ինչ կանխատեսելիորեն դառնում էր քաղաքական պայքարի գործիք։ Ես ֆուտբոլ եմ սիրում, բարձր դատարան, եւ կարող եմ պնդել, որ իրենց կարիերայի ընթացքում նույնիսկ Չավին եւ Ինիեստան չեն տվել այնպիսի գեղեցիկ պասեր, ինչպիսիք քաղաքացիական պայմանագրին տվել են հակակոռուպցիոն եւ քննչական կոմիտեները։ Սա դասական, քաղաքական փոխանցումներով գործելավոճ էր։ Ամփոփելով, այս գործի ամենամեծ հակասությունը։ Իրավապահ մարմիններն արեցին այն, ինչ ընտրական գործընթացում իրավունք չունեին անելու։ Իրենց պաշտոնական հեղինակությամբ մտան քաղաքական պայքարի մեջ։ Պարոն Մինասյանը նշեց, ընտրությունները ընթացան ոչ թե կուսակցությունների միջև, այլ մրցակցության մեջ մտան կուսակցությունները եւ պետությունը, իր բոլոր լծակներով, ներառյալ իրավապահներով։ Եվ այս ամենից չեն դուժել միայն այն ուժերը, որոնք թիրախավորված էին։ Այս ամենից դուժել են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, որովհետև երբ որ պետությունն է պայքարում քաղաքական կուսակցությունների դեմ, դրանից դուժում են նաև բոլոր այն ուժերը, ովքեր համապատասխան շեմը չեն հաղթարել եւ չեն կարողացել դիրքավորվել եւ ստանալ համապատասխան հնարավորություն ներկայացված լինել խորհրդարանում։ Իրավապահները արել են ամեն ինչ, ինչ չպետք է անեն ընտրական գործընթացներում։ Մենք չտեսանք նույնպիսի հետևողականության վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացահայտման հարցում, թեև ներկայացնում ենք այդ տվյալները։ Մենք չտեսանք նույնպիսի արագ արձագանք պաշտոնական լիազորությունների չարաշահման դեպքերում, թեև ներկայացնում ենք այդ դեպքերը։ Մենք չենք տեսնում նույնպիսի սկզբունքայնություն պետական միջոցների յուրացման դեպքերում ընտրական գործընթացներում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրավապահ մարմիններն ակտիվ են եղել այնտեղ, որտեղ նրանց գործողությունները ազդել են քաղաքական մրցակցության վրա, եւ пассив են եղել այնտեղ, որտեղ պարտավոր էին պաշտպանել հենց այդ մրցակցությունը։ Հենց այս չկատարված պարտականությունների հետևանքներին նաև կանրադառնա ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը։ Շնորհակալություն։